Միննվնվա, որցուկ ջան, միննվնվա։ Առաջ որցուկը այսպիսին չէր, ավելի հանդարտ էր, ինչ աչկը, այս աչկը խոց էր եղել, բացված, մոտ 1 ամիս մնաց կլինիկայում, փակվել է խոցը, բայց իր սպիտակ հատվածը մնացել է, գալուց հետո նա ձեռք բերեց այսպիսի ինքնապաշտպանական բնավորություն, ուր վազեցին երկուսը, դու նստի, մի կերպ կդիմանաս, իրանք ոչի, վայ, եկա, լավ, եկա, կերեք բուբուշներս, կերեք ու լավ մնացեք, ահա, անցնում էր, հաչոցներ եկավ և քարով բոլորին լարեց, դե բնականա քարով են լարում, շները դրանից դառնում են ավելի ագրեսիվ, ժողովուրդ ջան, չգիտեմ էլ ինչպես դիմեմ, երբ որ դուք քարով թեկուզ լարում եք հաչացող շան, ով մոտենում է ձեզ, դուք դրանով ազդում եք նրա վարքի վրա, նա դառնում է ավելի ագրեսիվ, ավելի շատ է սկսում հաչալ, մի արեք, էլ ինչպես բացատրեմ, որ զերծ մնաք այդ քարով լարելու պրակտիկայից, դե դուք կերեք կյանքիքներ, ես գնամ, մյուսներն ինձ են սպասում, արի, գնացիք, եկիք, որցուկ, արի, թե աշկից բացեմ, որ հանգիստ գնաս, վերջ, դե վազի, գնացիք, եթե իսկապես այս տարածքը որևէ մեկին չի պատկանում, թող համայնքապետարանը վերցնի իր հովանու ներքո և օրինակ կանաչապատ սիրուն հսկայական տարածք է, այգի դարձնի, չնայած ինչ եմ ասում, դրա մեջ փող չկա, դեր մաման ուր է, չի գալիս, ես մարդիկ ասում էին շունսերը զգում ես, ասացի ոչ, պարզվեց ինչ-որ տեղից ինչ-որ քոթոթ եմ բերել, ասում են սրսկենք, որ չհիվանդանա, ասի այո կոչվում է պատվաստում, դե մի քանի բան ասեցի, փորձեցի հնարավորինս բացատրել, ինչքանով ես տեղեկացված էի, երևի ճիշտ էս անգամ ինձ հետ գաք, համ կտանեմ մամայդ կկերակրեմ, համ էլ էստեղ անցուդարձը մինչև կդադարի հետո կգաք, հա, որցուկ, տեղ էիր, արի, լավ, պարզը, խելոք, ենտեղ քարով խփել են հավանաբար, դրա համար իրանց վրա հաչում է, պարզ բան, չէ, Զաբելը համեմատաբար ավելի քիչ է հաչում, արի, Ավրորան մի քիչ նեղվել է, իր սարը, որի վրա նստում էր, որ քանդել են, ինքը ավելի բարձր սար է գտել, ու նորից նստես արի գլխին, ասում է, միևնույն է, ես կգտնեմ իմ սարը, հա, Ավրորայի չի, լավ, արի, լավ, արի, Երբ շունը հաչում է, բայց դուք ոչ մի կերպ չեք արձագանքում, շունը թողնում գնում է, կամ եթե մոտենում է ու իմիտացիա է, թե կհարձակվի, կանգնում եք և բարձր ձայն հանում, նա թողնում գնում է, փորձված տարբերակներ են և ոչ մի դեպքում քարով չեք խփում, թե չէ շունը ավելի շատ կմոտենա ու կսկսի հաչալ։ Իր ճանապարհն ունի, վերևից իջավ, այն կողմով եկավ, արի տեսնեմ, ինչի ես նեղացել, սարը քանդել են, քարով խփեցին, բայց որ քեզ ասում եմ մի հաչա, դե լավ, արի քեզ էլ էստեղ, դե լավ, դու գալիս ես որցուկ, բայց ես գնում եմ սպիտակ են գալիս ես, ինչ անես, դե դուք կերեք, հա, լավ, ուզում եք ես գամ, ես գիտեի, որ դուք էդ կողմերում եք լինելու, որովհետև այն կողմերը մի քիչ շուխուր էր, նոր, Միկիի տիրոջը տեսա, ասեցի ինչ կա, շնիցդ, վայ, հեն մյուսն էլ ենտեղ է թաքնվել, դմբոք ու թաքստոսն էլ ենտեղ է, են վախկոտը, լավ, եկեք, բոլորիդ հիմա կկերակրեմ, հա, դիպեցիր ինձ արջուկս, հոտոտի, ես եմ, հա, դե լավ, եկեք եստեղ ավելի հով է, գիտեք, ենտեղ արևի տակ, եկեք եստեղ, մի խոսքով, ասում է չի ենթարկվում Միկին նոր տերերին գրմռում է, դե խամություն անում, արդեն էք են գտել, ցավով եմ դա ասում, որովհետև բոլոր տեղերում դա է, որովհետև միջև էդ ինքը էքի հետ ընդհանրապես չէր զույգվել, մի խոսքով չգիտեմ, ինչ կլինի վերջը, կեր սպիտակ ջան, կեր, Սևուկ,
լցրել եմ ես դիմացը գերերը կգաս կուտես, տես վախկոտը սովը ինչպես է հաղթում մի անգամից գալիս է ուտում, իսկ դու մի խոսքով գերեք ու լավ եղեք, գեր սպիտակս գեր, այ վախկոտ, դե լավ մնացեք, ոնց հասկացա, վախկոտը արդեն ճիշտ է ոչ մի տեղում, բայց մոտավորապես նույն հատվածում անստում սպիտակի, սևուկի և արջուկի հետ, իմանալով, որ իրենց կերակրելու եմ գալի, որպեսզի իրեն էլ կերակրեմ։ Դե լավ, հաջողություն սպիտակս։ Գնացի սևուկ, նրանք էլ են տեղ։ Ես ինչ կհանցնեմ ավտոտնակ, այս փիսիկը ընդառաջ է վազում, արի սիրունիկս։ Ու այստեղ հանգիստ կեր, քեզ ոչ ոք չի խանգարի, փիսու։ Սևուկ ջան, դրսում լավ չէր, այստեղ հարմար, դե լավ այստեղ կեր, հա։ Դու ես եկել նստել, հա, սիրունիկս։ Ես էլ ասեմ, ինչի փիսիկը փախավ, այ թիթիզ, քո նման թիթիզ տեսնես կա։ Հիմա։ Սիրունիկը լավ է, կամ երեխեքի ասած ռոզիկ ես, պոշ, դե լավ մնա, դե սիրունիկ ջան, բոլորին լավ օր մաղթի, շնորհավորի մայիսի 9-ը ու հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Հա, Հիսո ջան, դու էլ ես ուզում, դե ասա երկու բառը, ասեցիր, ապրես, դե հաջողություն։ Այ շենքի մոտ եմ ճանաչեցիք Սամին ու Գամփրիկին, նրանք էստեղ են լինում։